Եկել ենք մանկապարտեզ, Արսեն ինքնուրույն հագնվում է։ Էրիկին տարանք դպրոց։ Արսենին էլ բերել են ու գնաց տուն։ Սատիկա, դա։ Մուրացել։ Հիմա ինձ ասում է վերև չ։ Հա? Չգա՞մ? Խի՞։ Դա պետք է գամ ստորագրեմ։ Դու մի օրի։ Հա։ Ղեկավարը սա։ Извини. Դեռ չեն դրել, որ ստորագրեմ։ Անի կուրտկետ։ Էրիկին դպրոցում թողեցինք, Արսենին մանկապարտեզում, իսկ Էլինային բերել ենք պոլիկլինիկա, որպեսզի տեսնենք ինչպես է անցել իր սրսկումը։ Սպասում ենք, որպեսզի մեր բժշկուհին գա, ստուգի և տուն գնանք։ Աղջիկներս ամեն ինչ շատ լավ էր, տուն ենք վերադարձել, հիմա մի հատ սուրճ ենք խմում ու անցնում ենք մնացած գործերին։ Բավականին գործեր ունենք անելու, պետք է հասցնենք, որպեսզի գնանք հիվանդանոց Աննայի մոտ։ Մարիա, մենք որտեղ ենք? Ставропольский край. Stavropolski край. Ставропольский край. Եկել ենք հիվանդանոց, աղջիկեք ջան, Անոտատնա, Մարիանա, բարևում ա ձեզ, գնում ենք Սոֆոչկային տենալու, արի Անոտոտ ես կոմով արի։ Ուր ենք գնում։ Կարոտել ես մամային։ Շատ ես կարոտել։ Մաման որ պունգայր չես ջղանյացնի, չէ, մալադեց։ Մալադեց, որ կադար ես խոսքում է։ Մամանը մի քանի օր այլ Մարիա չի ճվում, հա Մարիա։ Չէ, Մարիանա թե խելոքացել է, մեծացել է։ Արդեն 5 տարեկան է։ Եկանք պիծյորочка, աղջիկեք ջան։ Սևոճար եմ ուզում։ Так. За сыром в пятерочку. Кто откажется от бутерброда с сыром или сырной тарелки? Любят все. В пятерочке богатый выбор мест. Նայեք ինչ սիրուն է։ Լավ էլ թան կա։ Դիբալես չկցես։ Հեռու գնա Մարիա ջան։ Да. Երես ինչպես եք, հուսով եմ լավ եք, աղջիկներս գնում ենք դպրոց, այսօր այստեղ մայրերի տոնն է և մեր ուսուցչուհին մեզ հրավիրել է ծնողներիս, երեխաները պետքա շնորհավոր են մայրիկներին, մենք էլ պատրաստված գնում ենք, ընդամենը ունեմ 10 րոպե, առավոտ շատ շուտ եմ արթնացել, 6:30 կարծեմ 7 երեխեքին տարել դպրոց, մանկապարտեզ եկել տուն, տան գործեր, դրսի գործեր, գիտեք, որ գործը երբեք չի վերջանում, կես ժամվա մեջ պատրաստվել եմ արագ և տանից դուրս եմ եկել, հիմա շնչակտուր գնում եմ դպրոց, որպեսզի չուշանամ,
Էլինա Սուսան տատիկի մոտ է, Աննանք դեռ դուրս չեն գրվել հիվանդանոցում են, ինչու են հիվանդանոցում, Սոֆյան հիվանդացել էր, գլանները կարծեմ ուռել էր, ոչ թե գլաններ, այլ անգինա չէ, մի խոսքով երեխեն բուժվում է, շուտով արդեն տուն կգան, արդեն մեկ շաբաթ է հիվանդանոցում պարկած են, գիտեք Մարիայի ծննդյան օրը արդեն ասել են, որ եկան հետ գնացին, դեռ տուն չեն եկել, բուժում ընթացքի մեջ է, այդպես, քանի որ աղջիկներս ես շատ այսպես գերակտիվ օրեր եմ վարում, կարելի ասել, մինչև երեխեքին տանում եմ, հետ եմ գալիս գործերս վերջացնում եմ, Էրիկն է գալի, տնային աշխատանքներ, հետո գնում Արսենին եմ բերում, խոսքով, եւ որ ժամանակ չեմ ունենում, 2 րոպե նստեմ, մեկնաբանություններին պատասխանեմ, հեռախոսը վերցնում եմ ձեռքս, կարդում եմ բոլոր այդ մեկնաբանությունները ու էլի արագ անցնում իմ գործերին, անչափ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ բարեմաղթանքների համար, որ շնորհավորեցիք մեր աղջկան, հիմա ժամանակ ունեմ դպրոցում գնում, դրա համար եմ այսպես երկար խոսում, թե չէ տեսնում եք բլոգներս էլ արդեն ուշ է գալիս, որովհետև չեմ հասցնում կարահանել, դրա համար բլոգներս ուշ են գալիս աղջիկեք ջան, հիմա ասածս ինչ է, ապրեք շատ, որ այդքան անհանգստանում եք Սոֆոչկայի համար, այդքան մեկնաբանություններ եք գրում, կներեք, որ չեմ հասցրել այսպես բոլորիդ պատասխանել, հիմնականում ոչ մեկին չեմ պատասխանել, որովհետև ինձ թվում է, եթե մեկի մեկնաբանության պատասխանեմ, իսկ մյուսինը ոչ չհասցնեմ, կմտածեք, որ ինչ-որ այսպես հատուկ մարդկանց եմ ընտրում, նոր եմ պատասխանում, դրա համար այդպես չեմ պատասխանում, բոլորդ էլ ինձ համար հավասար եք, բոլորդ էլ շատ սիրում եմ, գնահատում եմ, ինձ համար տարբերություն չկա, ով է գրում եւ ընտրեմ, հա, ինչ-որ մեկին պատասխանեմ, մեկին ոչ, իմ մոտ տենց բաներ չկա, աղջիկեք ջան, արդեն ինքն էլ նկատել եք, հիմա ուզում եմ հասկանամ, դպրոց պետք է գնանք, թե կուլտուրայի տուն, չգիտեմ որտեղ պետք է միջոցառում անեն, ինձ թվում է կուլտուրայի տուն պետք է գնանք, մի հատ գնամ կուլտուրայի տուն, տեսնեմ եթե են դեպագան որ հետ գամ դպրոց, արդեն քանիսն է, 10 պակաս, ես տեսնեմ ծնողները գալիս են, արդեն կհասկանամ, որ պետք է գնամ, Ես ինչա դուս եք աղջիկեք ջան, մշակում են դպրոցի հայտատուն, արդեն գարնանել, կաղամբ, ամեն ինչ կա, տեսնենք դպրոցում ենք հավաքվում, թե ամեն ինչ խնամված, մաքուր, արված, դրված, սկոմից է դուռը բաց, մի խոսքով դպրոցում չէի նշելու, եկա ախրանիկից հարցրեցի, ասեց կուլտուրայի տանն են նշում, միջոցառումը այնտեղ է, գիտեմ որ ժամը 1-ին է, բայց Էրիկս չի էլ հրավիրել, ուսուցչուհին է հրավիրել, Էրիկս աղջիկեք ջան, 3 տուն եկավ, ասում է չերես չաս պետք է էլի գնամ դպրոց, ասում եմ ինչ ա եղել, ոչ մի բան չերես չաս պետք է գնամ, ասում եմ Էրիկ ջան խես գնամ, ինչ ա եղել, հոկրիվ չես արել, ասում է չէ ման, ոչ մի բան չի եղել, ես պետք է դպրոց գնամ, չերես չաս, իր ուսուցչուհին ասել է որ կգաք, ասում եմ ասա ինչի համար ես դպրոց գնում, չեմ ասում մի ժամից պետք է գնամ, ես այդտեղ ջղայն անում եմ, ինչ ա եղել, հոկրիվ չես արել, ուր պետք է գնաք, ասա խի ես գնում պատճառ, չասեց, ինքը գնաց հյուրասենյակ, ես զանգահարեցի իր ուսուցչուհուն, ասում եմ ինչի եք Էրիկին կանչել 1 ժամ հետո, ասում է որ միջոցառում պետք է անենք, փորձեր պետք է անենք, երեխեն ուզում է սյուրպրիզ անի, այսինքն ամբողջ երեխեքն են ուզում հա սյուրպրիզ անել, ասում երեխեքն ուզում են սյուրպրիզ անել, դրա համար ձեզ չեն ասում, ինչի համար են գալիս դպրոց, վերջապես սիրտս տեղն ընկավ, նորից Էրիկն եկավ,
Չերես չաս, ես գնալու եմ դպրոց, ասի հա, բոլ ես գնալ։ Ասում էլ չէ ճղայնանում, թե խի պտի գնաս դպրոց։ Ասում չէ, արդեն ես տեղյակ եմ խիակ գնում, բայց ինքն էլ չի ուզում, ասի թե խիակ։ Այդպես գաղտնապահ է, չես կարում ինչ-որ մի բան իրանից իմանալ։ Աղջկեր ջան եք ակտում, մի հատ կոֆե ենք խմում ու գնում Մարսելի հետևից։ Ես ալկանում եմ։ Ես ալկանում եմ։ Դու ես ուզում գաս։ Դե շորերը փոխի։ Ռուսնավերը նայեք մամային։ Նկարել է սրտիկ կամերայա և ինչա գրված, այսպես մամաչկա լյուբիմая от Эрик, ես սիրում Ինչ ղանցա։ ես են սիրում նկարել շատ լավ, երբ ես եք, ես իրեմ տանը չեր Իգինը շորեր եմ կծերը վատին եմ բրտանի կրեմ։ Մալաջեց, ինչ է ասես, սիրում է, դեր շարունակվում էր ուղարկի, որ պտի գնայի Արսենին բերելու, ասի շուտ գնանք, մեկա էլ Էրիկը համար չունի էլի, ոնց էր Սոֆյան, լավ էր, Դեղ հիվանդանոցի քրոկայլասկով մարդ էր ընգած, էգատարան Մոսկվայից վերնայլոտ էր եկել, դեղ կրեն մերեն գոր ատանեն, տարան։ Այդ ես բան։ Հերսերին վերնայլոտով ու վերնայլոտ էջատը մարիայի խրշանատոստի, հենց այդ բարլիցայի դեմը, վերջերը։ Մոմոջոնի սինտես ոսիշ չա վերնայլոտ եմ, իմ նգարել եմ չնայած, բես էդա կրկիր էր, ձիքիչ մեգան կես թարավ, արդեն տարան, վսո, իրեկած սկորի կայնյաց։ Ոյ, չասին երբ տեն դուս գրի։ Էր շատ դուս գրի։ Բժշկին տեսար դու։ Նա եկա մրա մամի կողքը։ Չէ, ուրիշ դեր չկար։ Հալական չի քնեն Մարիա։ Չէ, բերը չի քնեն։ Սեշտան շորերը բանա նված էր, մնա ցայլ էր, կամ նայմ դեր շորերը չորցել է, դոմ խավակեմ։ Իդո Մարիայի բանը Սոֆիայի շորերը չոր հրել, ես բան էր, ես էինքը մորացել է որ տանեի։ Սիկեցին այն որ Գյորգին կան, իգում նոր կան կովը, տերես բերեմ։ Սա նայ թե կուկա բերելի հետդ, կամ է տեսնենք ոչ շատացել։ Սուշավիրը բեր։ Այդ իմ իա մաման էր։ Հա, երախենը հիվանդանոց է իրա գրել են։ Ուրախտներ է հիվանդ։ Սուշայի։ Երեք պասել է տարի, մրսել է ջել յոխկի։ Եվ արգծնեն աննայից մոդը ուրիշ բան, կապի մոտ, ուրիշ դե։ Հա դա է մի ծուրտ ով այրախեքի։ Այստեղ էր տանը։ Հնա Մարսենի սեպեր եմ։ Ու այսօր երկոր ոդիղ։ Էլ գնալ գալ չկա։ Դեպքերս կգեցի, դեպրերը, իմ բնավորությունն է, հեշտում ագարի, պարտադեք ստուգում է։ Չեմ ստուգում, չեմ հանգստա։ Անոտոտ, փոխվել էր Սոփյան։ Սավացել է։ Այդպես ինչ ախնձեր կխողնար, կխաղար, սյաննա ճան, տուրք չեմ ես բանեն եմ, գնաց աբետ բերավ, յուր էր, մեկ է բան, ճագնդեղ, ուճաշ, տեսեն ինչ ախկուդեր աննա, կերծրել եմ, թուտու, քիչիկում հաս կար։ Տադին ասա արի կոֆե խմելու Էրիկ ջան։ Կոֆե խմենք ու պասեմ։ Բան։
Պես մարդիկ կվադն ասամբալյոտը գտան վերտալյոտը իջավ, ամբես իջավ, որ ամնա ես է վախեցած, վայդե բան եղավ, կրագենգը։ Չես պատկերացնի ինչ խինք վախեցի, ես էլ եմ վախեցի, հենց բանի վրա աշի։ Նա հիվանդանոց էր հուսամուտի դեմը իջավ, ստեղ աշի։ Հենց հիվանդանոցի բանն է, ստեղ։ Ինչ անում։ Հիվանդանոցի Էդի սամալյոտ է։ Հիվանդանոցի մարդ է վադած է տան Մոսկվա։ Հենց հիվանդանոցի քովը։ Իսկ մամա Ինձ էլ էր Այդ տալիս սենյակ։ Ես դրել եմ որ դնես մամայի գարտիրոքի մեջ տալիս։ Հա, փոք կլա։ Էստի դակ պաստավկեն ուրալը։ Așa, ստորաշ։ Բնջերսում ինչ կդենեն։ Կոֆեն խմեցինք։ Հիմա գնում ենք ուր ենք գնում Այրիկ ջան։ Արսենի մոտ։ Արսենին վերցնենք տուն գանք եւ երկու օր մեզ օդիխ հանգստանալու ենք։ Այնպես որ երկու օրվա մեջ համեղություններ ենք թխելու, քանի որ բավականին ժամանակ եմ ունենալու եւ միասին համտեսելու ենք։ Այո։ Այո։ Եմ քեզ լավ էլ երկում էիր, բայց հա աղջիկներս, քանի դեռ ժամանակ ունեմ, եկել եմ ձեզ ծանոթացնեմ մեր նոր բլոգերուհու հետ, ով նոր է սկսել նկարահանել եւ ես իրան դեռ մոտիկից չեմ ճանաչում, մի 2-3 վլոգներն եմ իր նայել, իր անունը Անի է, նորեկ է մեր ասպարեզում յութուբյան եւ ես սրտանց ուզում եմ ներկայացնել իր ալիքը ձեզ, հեղումը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, կարող եք անցնել, բաժանորդագրվել, նաեւ ուրախ կլինեմ, որ գրեք իմ ալիքից եք գնացել, որովհետեւ արդեն, եթե չեմ սխալվում, 60-70 հոգի իմ խորհրդով են միացել, բայց ուզում եմ որ մեկնաբանությունների բաժնում նշեք ինձ, որ ես տեսնեմ եւ ինձ լավ զգամ, որ իմ աղջիկները ինձ վստահում են եւ միանում են այն մարդկանց, ում որ ես եմ այսպես խորհուրդ տալիս, հա։ Աննա այս խորհրդով է միացել Ամերիկա բնակ մեր անյուտիկիս եւ Աննան ոչ մի վատ մարդու երբեք խորհուրդ չի տա։ Այնպես որ ես վստահել եմ Աննային եւ վստահ եմ դուք էլ կվստահեք ինձ եւ կմիանաք։ Լինքը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, եթե երկու օր առաջ եմ կարծեմ այսպես գովազդել իմ էջով եւ էլի աղջիկներս միացել են, կխնդրեմ, որ դուք էլ գրեք, տեսնեմ իմ էջից եք գնացել թե ոչ։ Ինձ համար շատ կարեւոր է ձեր արձագանքը, շատ ուրախ կլինեմ, շատ շնորհակալ կլինեմ եւ եթե դուք էլ ուզում եք ձեր գործունեությունը սկսել YouTube-ում, կասկածում եք, մտածում եք, արդյոք կարելի է, չի կարելի, հատկապես եթե ապրում եք Հայաստանում, ասեմ կարելի է, մեկ սպասի վաղվան, մյուս օրվան, նոր բնակարան ունենալու, նոր կահույք ունենալու, մի խոսքով ոչինչի մեկ սպասի, հենց այս պահից սկսեք ձեր գործունեությունը YouTube-ում։ Եվ աղջիկներս, եթե դուք էլ եք նոր ալիք բացել, եւ ես ձեզ դեռ չեմ ճանաչում, բայց դուք ինձ հետևում եք, մեկ ամանչի, մեկնաբանություններում գրեք, ես էլ կմիանամ ձեր էջին, ձեր էջերը նույնպես կներկայացնեմ իմ հետևորդներին, իրանք կծանոթանան եւ ցանկության դեպքում կմիանան։ Նշեմ, որ այս ամենը անվճար է, առանց որևէ միլումայի, առանց որևէ ետին մտքերի, ես ձեզնից ոչինչ չեմ ուզում, ոչինչի դիմաց չեմ գովազդում, այնպես որ հանգիստ կարող եք դիմել, ես էլ մեծ սիրով կգովազդեմ ձեր էջերը։ Ոչ թե կգովազդեմ, այլ կներկայացնեմ իմ հետևորդներին։ Եթե իրանք ցանկանան կմիանան, եթե ոչ, ոչ։ Այստեղ ոչ մեկս ոչ մեկից պարտավոր չենք, պարտադրված ոչինչ չենք անում։ Եվ ես էլ ոչ մեկից ոչ մի կոպեկ չեմ վերցնում, հատկապես երբ որ էջեր եմ գովազդում, գործնային աշխատանքները ուրիշ են, ալիք գովազդելը լրիվ ուրիշ է։
Այդպես աղջիկեք ջան։ Եթե ունեք նորաբաց ալիք, կարող եք ներկայացնել ինձ, ես էլ կներկայացնեմ իմ աղջիկներին։ Մերեք ինչ սիրուն է։ Տղուս նվերն է, մամային նվեր է արել։ Ջան, աշխարհի ամենամեծ նվերները։ Հա։ Աղջիկեք ջան, եկեք փոր ուտելու։ Սուսան տատիկը մաքրումա, մաքրած է, բայց նորից Հրայով անցնենք։ Ահա։ Փայլացնում է։ Գիտեք, ես փորի համար քանի քշեր չեմ քնել, թևերս թափելա։ Հլանայք։ Կգակ ուտենք։ Հլա սիրում եք, եթե սիրում եք, մի հատ գրեք տեսնեմ։ Մկերեք տեսնենք պատրաստվելու եղանակով ինչպես է պատրաստում։ Փորը Ես սիրում եմ սենց։ Էպեմ խաշեմ սխտորը լցնեմ է դիրա ջրի մեջ մնա մի քիչ։ որպես թթու։ Չէ, ուղղակի սխտորի համտա։ Հա ջան։ Խաշատիբի, բայց ոչ խաշ էլի։ Հա։ Իրան հետ դեն ծուդել եմ սիրում։